Ինչքանով է պաշտպանված աշխատողը Հայաստանում, ինչ դեր է խաղում աշխատանքային պայմանագիրը գործատուի եւ աշխատողի հարաբերություններում։ Ոչ մի ձև էլ պաշտպանված չի։ Աշխատանքային պայմանագիրը կարող են լուծարել, միակողմանի լուծարել, իսկ ամեն տեսակ ճնշումներ կարող են գործադրել։ Շատ քիչ է պաշտպանված։ Այսօր աշխատաշուկան ունեցա, որ ավելի շատ թելադրող են գործատուները, քան թե աշխատողները։ Պաշտպանումը գործատուի օգտին է, քան աշխատողի։ Ինչով է պայմանավորված աշխատանքային շուկայում այսպիսի իրավահարաբերությունների առկայությունը։ Երբ այլընտրանք չկա աշխատանքային, մարդու իրավունքները արդեն իսկ վտանգված են։ Բոլոր նախադրյալները կան, որպեսզի մարդու իրավունքները խախտված լինեն։ Աշխատավորների շահերի պաշտպանության շարժման հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Թումանյանի կարծիքով աշխատողների իրավունքների պաշտպանությունը առաջին հերթին պետք է սկսվի մի պարզ գործողությունից, որը Հայաստանում որոշ դեպքերում իսպառ բացակայում է։ Եթե աշխատողը գրանցված չի, խոսել ստեղ աշխատանքային հարաբերությունների մասին գործատու եւ աշխատող անիմաստ է։ Կարեն Թումանյանը նաև գտնում է, որ որոշ դեպքերում աշխատանքային հարաբերությունները վերահսկող պետական կառույցները այնքան էլ հետևողական չեն աշխատողի խախտված իրավունքների պաշտպանության խնդրում։ Ամեն ինչի բացը սկսվում է այդ անտրովի կարգի ստուգումներից։ Հիմնվում են բողոքների վրա, բայց հիմնվել այսօր բողոքների վրա դա սխալ է։ 2012 թվականին աշխատանքի պետական տեսչությունը 828 քաղաքացուց ստացել է 543 դիմում բողոք։ Այդ ընթացքում բավարարվել է 574 դիմումատուի խախտված աշխատանքային իրավունքը, որի արդյունքում հօգուտ նրանց վերականգնվել է մոտ 50 միլիոն դրամի չվճարված աշխատավարձ։